Լիլ Ասալուս Չաղելիս Գնալի խնդրում եմ Չէ Լիլիթ, ես ոչ միտեղ չեմ գնա Միջև ես չհասկանում դու ինչ ես վիճակում, ոչ միտեղ էլ չեմ գնալու, ասա տեսնեմ ինչ ա եղել Ինչ ասեմ լուս Բոլորդ նենց եք փոխվել իմ հանդեպ Մի տարի չկա ինչ Միլենան եկել ա մեր դասարան Բայց բոլորդ վազում եք իրա հետևից Ոնց որ չգիտեմ ինքը ով լինի Լիլ ջան, դու հիմա սխալ բաներ ես խոսում Ամբողջ դասարանն իմ դեմ ալուս Ամբողջ դասարան չտեսար թե ոնց ուրախացան որ Միլենան չի գնում Լիլ ջան, որովհետև Միլենան շատ լավ աղջիկ է Այդ մենակ դու չես հասկանում ու չես ուզում ընդունես ու քեզ ահավոր սխալ ես դու պահում Լիլ Ճիշտ է Միլենան սուրբ է Ոչինչ մի օր այդ սուրբը մի սխալ բան կանի ու բոլորդ կհասկանաք որ իր հաշվով բոլորդ սխալվում էիք Լիլ Ախր ես գիտեմ որ դու ես մարդը չես Ախր գիտեմ որ դու սխալ բաներ ես անում հասկանում ես Խնդրում եմ մի հատ այդ չարությունդ հանի մեջիցդ լավ Լուս իմ վերջին հույսը մեռավ Ես մտածում եմ որ Միլենան կգնա ու Լևոնը կմնա մենակ ու Մենք արդեն առաջվա նման կլինենք Լիլ Լուսիտը որ ես սիրում եմ Լևոնին Լիլ մի հատ լսի լավ մի հատ լսի Երեխեք եկեք վերհիշենք անցածը Ուզում եմ խոսենք Պապ թագավորի մասին Դե ով ա գալիս գրատախտակի մոտ Լևոն արի Բոլորս լսում ենք Լևոնին «368 թվականին Պարսից Շապու արքայի խարդավանքներին և հայ նախարարների բանսարկություններին զոհ գնացած Արշակ երկրորդից հետո երկիրը արհավիրքի առջև էր կանգնած։ Կահին հավատարիմ մի խումբ այրերի հետ ապստամբություն ցույց տալով պարսիկներին Արշակ երկրորդի այրի փառանձեմը գերի են գնում, ով չդիմանալով պարսիկների անարգանքին մահանում է Տիզբոնում։ Երկիրը ենթարկվում է պարսից զորքերի անպատիժ ասպատակություններին, փլուզում են մի շարք քաղաքներ, բնակչության մեծ մասը գնում է դեպի գերության։ Հենց այդ ժամանակ էլ ի հայտ եկավ Պապը, ով պետական մտածողությամբ գործիչ էր, եւ որն իր վարկով ապացուցեց, թե աղյողորմ լացն ու աղոթքը չէ, որ պիտի փրկեն մեզ, այլ պայքարը հանուն անկախության, հանուն ազգային վերածննդի։ Պապը Արշակ երկրորդի եւ Փառանձեմի որդին էր։ Վերջինս Սյունած Անդոկ իշխանի դուստրն էր, ով մեծապես ազդել է Պապի դաստիարակության վրա։ Դեռ Արշակ երկրորդի կենդանության օրոք Պապը ուղարկվում է Բյուզանդիա կրթություն ստանալու։ Ծիրավի ճակատամարտից հետո ամրապնդվելով գահին Պապը եռանդուն միջոցներ է ձեռնարկում երկրի հզորությունը վերականգնելու ուղղությամբ։ Լավ, ապրես Լևոն, նստիր։ Տեսնենք ով է շարունակում Լևոնին։ Արեք։ Սկսիր։ Լիլ, դու գոնե հասկանում ես, որ դու ես բոլորին քո դեմ տրամադրում։ Ինչ եմ անում լուս։ Լիլ, ասում ես նենց բաներ, որ չպետք է ասես, անում ես նենց բաներ, որ չպետք է անես։ Դու ուղղակի անճանաչելի ես դարձել, ես գիտեմ, որ դու այդ մարդը չես, ու զարմանում եմ ուղղակի։ Գիտեմ լուս, ես այդ ամեն ինչը հատուկ եմ անում։ Լիլ ջան, ես գիտեմ, որ դու հատուկ ես անում։ Դու մտածում ես մի բան ու ասում ես լրիվ ուրիշ բան, ու դրա համար բոլորը քո հանդեպ վատ են տրամադրվում։ Ու եթե քեզ թվում է տենց Լևոնի ուշադրությունը կարած գրավես, ասեմ, որ շատ սխալվում ես։ Ես ինչ անեմ, ես սիրում եմ Լևոնին ու անարդարը, որ երեք վայկացը խլում է իմ Լևոնին։ Լիլ ջան, դու ես Լևոնին հեռացրել քեզանից, քո իսկ սխալ պահվածքով հասկանում ես, ու արի ոչ ոքին մի մեղադրի, լավ։ Իսկ ինչ անեմ։ Լիլ, դարձի առաջվա Լիլիթը։ Ինչ։ Հա Լիլ, դարձի առաջվա աշխուժ, աշխատասեր, ընկերասեր, ոնց որ առաջ էի Լիլ, անցած տարի, հիշում ես։
Դու բայց ես ստացամ։ Ոչ Լիլ, դու տենց չես։ Դու հիմա բոլորին վերևից ես նայում, տեղի անտեղի բոլորին վիրավորում ես։ Եթե իմանամ, որ Լևոնը Լիլ, Լևոնը Միլենային է սիրում։ Դու ավելի լավ արի մոռացի, լավ։ Ախր ինչի պիտի սենց լիներ։ Լիլ, նույն բանը կարա Գևը չէ ասի։ Դու սիրում ես Լևոնին, Գևը սիրում է քեզ։ Անարդարացիա չէ։ Ինձ Գևի սերը պետք չի։ Լիլ, բայց սրտին չես հրամայի, չէ։ Ավելի լավ է դու արի դարձի առաջվա Լիլիթը ու կտեսնես, թե բոլորը ոնց են քո հանդեպ փոխվում։ Բայց դու ինձ կօգնես։ Անպայման։ Դա լավ արի գնանք, այս ազանգը կտամ։ Ես գավստյանի կասեմ։ Եղավ թե գնացինք։ Ժաննա, ոնց անցավ։ Ամեն ինչ նորմալ անցավ, Գև ջան։ Ամեն ինչ նորմալ անցավ։ Առանց ինձ։ Գև, գիտեմ, որ շատ դժվար է, ծանր է, բայց մի տանջի քեզ, այլ ոչինչ հնարավոր չի անել։ Ավելի լավ է աղոթես մամայի թոքու հանգստության համար։ Եթե դու տանջվես, ինքն էլ կտանջվի։ Մաման կտանջվի։ Մաման իր ամբողջ կյանքը տանջվել է, էլ տեղ չկա։ Գև, գիտես ինչ ասեց քահանան, որ երբ մարմինը հողին են արդեն հանձնում, էլ լաց լինել չի կարելի, դա մեղք է։ Մեղք է։ Ժաննա։ Հա, Գև ջան։ Այն Լիզան էլ էր եկել։ Հա, եկել էր, ու շատ աստված էր, գիտես։ Լիզան։ Հա, Գև, բան եմ ասում, լուրջ աստված էր։ Ժաննա։ Լիզան այն ժամանակ ազդվում, երբ որ իր փողերը պակասում է։ Ավետի հեչ, դու են ասա, երբ ես գնալու տուն։ Ինչի, Գև ջան։ Մի բան պտի անես։ Մի բան անեմ։ Հա, Ինչ։ Լիզայի հեռախոսն է ինձ պետք։ Բայց Գև, էդ անհնար է, որովհետև Լիզայի հեռախոսը միշտ իր մոտ է։ Որ ուղեղդ շարժես, ասածներս անպայման կանես։ Բայց Գև, Ոչ մի բայց այսօր եկել էր Լիզան, որս վիդեոներն էր ցույց տալի ու խնդում էր։ Ես ուզում եմ, որ այդ ամեն ինչը հերս տեսնի։ Գև, Ժաննա, անպայման պետք է այդ, անպայման։ Լավ, ես մի բան կմտածեմ։ Ես որ հորս ասեմ, չէ, հերս չի հավատա, Ժաննա։ Ես ուզում եմ, որ հերս իր աչքերով այդ ամեն ինչը տեսնի։ Հասկանում ես։ Լավ, Գև։ Այն լավ, հիմա ինչ ես որոշել, ինչ ես անելու։ Սուր գոնե դու մի սկսի էլի։ Սրոն ճիշտ է ասում, դու անիմաստեղը թեման մի փոխի։ Ար, խնդրում եմ, գոնե դուք մի սկսեք էլի։ Մենք այնքան պիտի խոսենք, որ դու այս ամեն ինչից պրծնես։ Տղեկ, ձեզ ինչի է թվում, որ ես ընդեղ իմ հաճույքի համար եմ գնում։ Ավելի լավ։ Ես ես խոսք եմ տալիս, ես վերջին բոյն եմ։ Հետո փողերս կվերցնեմ ու ինչ-որ մի բան կանեմ։ Ինչ պիտի անես լավ։ Դե չգիտեմ ինչ-որ մի գործ կդնեմ։ Հալավ դու այդ փողով ինչ գործ պիտի դնես որ։ Ինչի ես տենց ասում։ Օրինակի համար կարող եմ 2 հատ մեքենա առնեմ ու արենդայով տամ։ Ու անիմաստ գլխացավանքի մեջ ընկնես։ Բայց ինչի՞ է գլխացավանք։
Ավելի լավ։ Լավ կլինի, որ դու ես բոյերից պրծնես, որ ես հանգիստ խղճով գլուխս դնեմ բարձին։ Դու էլ հանգիստ խղճով գլուխը դիր բարձին։ Լավ, նենց հեշտ ես խոսում։ Ամեն քո բոյի ժամանակ ես ու Արամը կտոր ենք լինում։ Դրա չգիտենք քո հետ ներսում ինչ է կատարում, դրա չգիտենք մամայիդ ինչ պատասխան եք տալու։ Ես շատ խոսացինք, հա։ Լավ արեցինք։ Ինքան պիտի ասենք, որ այդ բոյերից պրծնի։ Միլանես ինչ ես մենակ նստել։ Բան չի եղել։ Չէ, սա դա իմ մասին եմ մտածում։ Խեղճը այնքան էր ուրախացել, լավ ինչ ստացվեց։ Մեր Պետրոսյանը ստեղ չի։ Պետրոսյանը կգա ու այդ հարցը կլուծվի։ Բայց գիտես արի ինչ անենք։ Ինչ։ Արի այս դասից հետո գնանք սեդայինը վերցնենք ու միասին գնանք ման գալու։ Ինչ կասես։ Կասեմ, որ սա դա շատ կուրախանա։ Իսկ Միլենան։ Ինչի դու չգիտես, որ Միլենան Լևոնի կողքը միշտ էլ ուրախ է։ Ուրեմն սենց։ Այս են օբյեկտների տվյալներն են, որ ուզում ես առնես։ Ասեմ քեզ, որ լավ եկամուտ եմ բերում։ Ու արժե առնել։ Ավել շուտ չարժե ժամանակ կորցնել։ Լսի Լևոնը էլի բոյերի մեջ է մտել։ Ես չգիտեմ արդեն ինչ անեմ։ Ինչ անեմ, չգիտեմ։ Ոնց դրա գլուխը մտցնեմ, որ վստահի ինձ։ Լավ աբու, նատ լսի ինձ։ Ուրեմն արդեն երկու հոգի հետաքրքրվում են։ Ես քեզ ասում եմ, շատ շահավետ բան է։ Պետք է առնվի, ռիսկով պետք է առնվի։ Աբու դու ինչ ես լսում։ Չէ, ոնց կներես չեմ լսում, չեմ կարող կենտրոնանալ, ոչ մի ձևի չի ստացվում։ Էլի Լևոնի մասին ես մտածում։ Նորից որն է գլխիցս դուրս է գալիս։ Լավ։ Ուզում ես խոսենք։ Ինչ խոսեմ։ Արման, ինչ խոսեմ։ Եթե մի հատ ելք գիտես, ցույց տուր։ Գիտես ինչ է կատարվում։ Վախենում եմ որևէ բան ասեմ, որևէ քայլ անեմ։ Վախենում եմ հանկարծ էլի չխրտնացնեմ ինձնից։ Աբո, դու գիտես, որ ես այդ հարցերում լավ խորհրդատու չեմ։ Այդ հա նուրբ հարցը, այն էլ շատ նուրբ։ Բայց ինչքան ընկնում եմ այդ նրբությունների հետևից, տղես ձեռիցս գնում է, հասկանում ես, արդեն ձեռիցս գնում է։ Այդ մանվելն էլ օգտվում է դրանից։ Իսկ ես սենց ձեռներս ծալել նստել եմ, ինչի եմ սպասում չգիտեմ։ Աբո այդ դա շատ բարդ հարց է։ Դժվար է, շատ դժվար է։ Ձեռներս կապված են, հասկանում ես։ Առավոտից իրիկուն մտածում եմ ելք եմ փնտրում, բայց ոչ մի բան գլխից չի գալի, ոչ մի բան չեմ գտնում։ Իսկ եթե նստեք ու անկես խոսեք, անկես խոսելուց լավ բան չկա։ Ինչ է անկեղծ խոսեմ, ինչ է խոսեմ։ Խոսելու համար պիտի դիմացինը լսել ուզենա, իսկ նա ոչ մի բան չի ուզում լսի։ Նրան թվում է այդ բոյերով փող կաշխատի, հետո փողը այտենց կգա, կլցվի իր գրպանները, հանգիստ ինքը կնստի։ Լավ ջահել է իմը ինչ ես ներվում։ Լևոնը մի բան չի հասկանում, որ գործ դնելու համար շատ ու շատ բաներ են պետք։ Վստահելի մարդ է պետք։ Ինքը պիտի գործի գլխին լինի, իսկ այդ դեպքում իր դասերն են տուժում։ Իսկ հիմա հələ որ իրան մենակ է պիտի հետարքրի։ Լավ աբո, հանգստացի մի ներվի։ Արման ներվայնաց։ Ուր ես գնում։ Արման տես ինքդ որոշի։ Եթե գտնում ես, որ պետք է առնել, առ, եթե չէ քո վրա եմ թողում Արման ջան։ Ես հիմա տրամադրություն չունեմ, չեմ կարողանում կենտրոնանալ, գործերի մասին չեմ կարող խոսամ Արման ջան։ Տես ինքդ արա ինչ ուզում ես։ Լավ։ Լուշ ջան, այս ուր ես կորայից հավիտանում, չես մտածում, որ քեզ կարոտում եմ։ Լուշ ջան,